Կերներ ողջունում եմ բոլորիդ, ձեզ հետ եմ ես Արսենը Հարությունյանը եւ մենք գտնվում ենք Manifest Online միջազգային դպրոցի YouTube-յան ալիքում։ Կարդալով ձեր մեկնաբանությունները հասկացա, որ ցանկանում եք զրուցել ինդիկատորներից։ Այսօր մենք զրուցելու ենք ինդիկատորներից եւ իհարկե ես ցույց կտամ մի քանի ինդիկատորներ եւ կասեմ թե ինչպես են նրանք աշխատում։ Բնականաբար միջև ինդիկատորներին անցնելը շատ կարևոր է հասկանալ, որ ինդիկատորները մենք օգտագործում ենք բացառապես մեր կատարած տեխնիկական անալիզը հաստատելու համար եւ լավ մուտքի կետ որոնելու համար։ Այսպիսի ինդիկատորներ կան բնականաբար գրաֆիկական եւ օսցիլյատորներ։ Խոսենք այս բան գրաֆիկական մեկ ինդիկատորի մասին, որը կոչվում է Իչիմոկուի ամպեր։ Այս ինդիկատորը բավականին խառնաշփոթային տեսքի։ Ինչպիսի ազդանշան է այն մեզ տալիս։ Երբ որ ձևավորվում է ամպեր, այստեղ կարմիր գույնի եւ այս բոլոր գծերը, կարմիրը, կապույտը, կանաչը գտնվում են ներքևում, ամպերի ներքևում, ապա դա մեզ համար ազդանշան, որ գինը նվազելու է։ Այսինքն այս կետից մենք ստացել ենք ազդանշանը, ու բնականաբար կարող ենք այդ կետից մտնել գործարքի մեջ միջև այն պահը, երբ որ նա չէր հասել մեր տեխնիկական անալիզի մակարդակին կամ թեկուզ մեկ գիծ մտել էր ամպերի մեջ։ Նույնը հակառակ լոնգի դեպքում։ Երբ որ ձևավորվել է կանաչ ամպեր եւ դրա հետ մեկտեղ բոլոր գծերը գտնվում են ամպերի վերևի մասում, դա մեզ համար ազդանշան է, որ գինը բարձրանալու է։ Կարող ենք պահել գործարք այնքան ժամանակ, մինչև որ չհասնի մեր դրված մակարդակին կամ էլի մուտք չլինի գծերի կողմից դեպի ամպեր։ Սա էլի շորթի ազդանշան, երբ ձևավորվել է կարմիր ամպեր եւ արդյունքում բոլոր գծերը, այսպես ասած, սաղմիջինները գտնվում են ներքևում։ Այս ինդիկատորը գրաֆիկական ինդիկատոր է։ Կարգավորումները կարող ենք փոխել այստեղից, սակայն այս ինդիկատորի կարգավորումներին ձեռք տալ որպես այդպեսին պետք չէ։ Դիտարկենք նաև այլ ինդիկատոր, որ թեկուզ կարող ենք կիրառել հենց մեր Իչիմոկուի ամպերի հետ, միացնենք կրկին, եւ դիտարկենք մագդի ինդիկատորը։ Տվյալ ինդիկատորն է մագդին, ունի հիստոգրամներ եւ երկու սաղմիջիններ։ Մագդին ունի նաեւ դիվերգենցիա, ցույց է տալիս դիվերգենցիա եւս։ Ինչ է դիվերգենցիան? Դիվերգենցիան գրաֆիկի եւ ինդիկատորի անհամապատասխանությունն է։ Դիտարկենք որևիցե կետերից մեկում դիվերգենցիա, օրինակ այստեղ։ Տեսնում ենք գրաֆիկը աճող է, բայց մագդին նվազող։ Այսինքն անհամապատասխանություն կա այստեղ, այս դեպքում մենք ուշադրություն ենք դարձնում ինդիկատորի տված ազդանշան։ Այսինքն գինը նվազելու է։ Եվ այս կետից, երբ որ գույնը փոխվում է, մոտավորապես այս կետում, մենք բնականաբար կարող ենք բացել շորտ գործարք։ Կարող ենք նայել նաև մեր Իչիմոկուն եւ այն կետում, որտեղ որ կլինեն ներքևում բոլոր ամպերները, բոլոր գծերը ավելի ճիշտ, այս կետը մոտավորապես, նայում ենք նաև մագդին, տեսնում ենք, մի փոքր հստակեցնենք, այս կետում։ Այստեղից կարող ենք մուտք գործել գործարքի մեջ, ինչով որովհետև մագդին եւս կարմիր է եւ
թողել գործարքի մեջ այնքան ժամանակ, մինչև չհասներ մակարդակին կամ էլ թեկուզ այստեղ երբ որ գծերից թեկուզ մեկը մուտք է գործել ամպերի մեջ եւ այնուհետեւ փակենք այն։ Կամ կարող ենք դիտարկել մագդի հիստոգրամների գունային փոփոխությունները։ Այստեղ երբ որ կարմիր հիստոգրամը փոխվում է արդեն կանաչ հիստոգրամի, մենք կարող ենք ելի բացել լոմ գործարք բնականաբար հիմնվելով առաջնահերթ մեր կատարած տեխնիկական անալիզի վրա։ Այսօր մենք միասին զրուցեցինք ինդիկատորներից։ Գրեք մեկնաբանություններում, ինչ այլ թեմաների մասին կցանկանայիք զրուցել մեր հետագա հոլովակներում։ Ձեզ հետ ես եմ Արսենե Հարությունյան, մաղթում եմ բոլորիդ հաջողակ գործարքներ։